ինչ ցավից այդ եկավ։ Սկսնակ աշխատակիցների մոտ շատ էր այդ օրենսդրության հարցերը ու անդադար այդ միտքի մեջ կար։ Հնարավոր չի ստեղծել մի բան, որ մեր փոխարեն այդ գործողությունները կատարի։ Մեկը ըլներ այդ խորհրդատվությունը տար, մեկն ըլներ իմ փոխարեն մտներ այդ սաղ գտներ ու ճիշտ գտներ, հա, այդ ա եղել հիմնական ցավը։ Եթե չեմ սխալվում, ինձ թվում է տենց է եղել, Հայաստանում առաջի հայերեն լեզվով պրոդուկտն է եղել AI-ով աշխատում։ Դիմադրություն կա մասնագետների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների հետ կապված, ճիշտ է ինձ կանգնացրել բարեկը ու ակտավորում թե չէ։ AI-ի ինտեգրացիան բիզնեսի մեջ դա ինչ-որ կտորներ օգտագործել չի։ Հələ դա նույնիսկ վտանգավոր է, բայց առաջինը պետք է գնան ոնց որ ասում է իրանց համակարգը խելքի բերեն, նոր հետո AI-ի կտորի մասին մտածենք։ Բոլորին կոչ ենք անում level up լինելու այդ վերևի շերտում ունենք այդքան տեղ։ Թե ամեն դեպքում պետք է մարդ ուրիշ գործ գտնի իրան։ Այսինքն մի սենյորը AI-ի հետ դառնա մի սենյոր երկու middle team, բայց չի նշանակում, որ junior-ը AI-ով դառավ senior։ Դրա ամենամեծ ռիսկը այն է, որ կարա պետեկամուտների կոմիտեն դա անի, որտեվ իրանք էլ իրոք շատ զարգանում են, հիմա էլ AI ինտեգրացիաներ են անում։ Փոքր բիզնեսը դրա կարիքը ունի ու երբ որ ինքը շատ փոքր է, այդ հավելյալ խոչընդոտ է։ Կռիսական հարցել տամ, բա application երբ եք սարքում։ Բարև ձեզ։ Եթերում կոդքասթի հերթական թողարկումն է։ Բոլորը խոսում են AI-ի մասին, եւ մենք բոլորս արդեն սովոր ենք տեսնել պատրաստի product-ը։ Բայց մինչև AI product-ը եղել է բիզնես, եղել են խնդիրներ, եղել են հաճախորդներ եւ եղել է մեկը, ով որոշել է այս խնդիրները լուծել տեխնոլոգիաների միջոցով։ Այսօր զրույցը հենց այդ մասին է լինելու եւ այսօրվա իմ հյուրը Օրին AI ստարտափի եւ Loyal խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն Արամ Հարությունյանն է։ Ողջույն Արամ ջան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Ես եմ շնորհակալ Գևամ ջան։ Իմ համար այս թողարկումը առանձնանում է նրանով, որ խոսելու ենք AI-ից, բայց մի մարդու հետ, ով որ այդ AI-ով product է ստեղծել ու շատերը սովորենք, որ ծրագրավորողները դա պետք է անեն, հա, կամ IT ոլորտի մասնագետների մտքով է անցնում, հա, սենց մեր հեռուստադիտողների համար մի քիչ པարզ բառերով ասենք, իդեան, որ կամ market research են անում, տեսնեն որտեղ ինչ հարմար նիշա կա, որտեղ կարելի է product ստեղծել, քո պարագայում մի քիչ ուրիշ կերպ է եղել ու կուզենամ մի քիչ մեր ունկնդիրներին պատմես, ոնց ստեղծվեց ընդհանրապես գաղափարը կամ ինչ ցավից այդ եկավ։ Նայեք, ինչպես նշեցի Գևամ ջան, հանդիսանում եմ խորհրդատվական ընկերության հիմնադիր։ Մեր ընկերությունը շուկայում խորհրդատվություն է տալիս, հաշվապահական ծառայությունները մատուցում, ֆինանսական ծառայություններ ու այդ խնդրի մասին, հեսա կանդրադառնամ, հա, ինչի մասին է խոսքը, շատ վաղուց է այդ միտքը եղել։ Նույնիսկ այս AI, այսպես ասած, տրենդի մեջ ընկնելը։ Ընկերության ներսում շատ մեծ ժամանակ ենք ծախսում այդ օրենքները կարդալու վրա, փոփոխություններին հետևելու վրա, դրանց վերլուծելու վրա, անընդհատ կրկնվող իմացածը ստուգելու վրա, մանավանդ նոր սկսնակ աշխատակիցների մոտ շատ էր այդ օրենսդրության հարցերը ու անդադար այդ միտքի մեջ կար։ Հնարավոր չի ստեղծել մի բան, որ մեր փոխարեն այդ գործողությունները կատարի։ Առաջի անգամ, երբ որ ես լսել եմ ChatGPT-ի մասին 2023 թվականին, ու այդ միանգամից լույսերը վառվավ։ Տարբեր ծրագրավորող ընկերների դիմել եմ, ու բնականաբար մերժեցին, այն ժամանակ հայերենը լուրջ խնդիր էր։ Ու 2024 թվականի սկիզբն էր, որ սկսել ենք աշխատանքները, մեր միշտ շեշտում եմ այդ մասը, Ֆիզմաթի մեր ընկերներից մեկին համոզեցի եւ աշխատանքները սկսեցինք։ Շատ դժվար էր, որովհետեւ այն ժամանակ ոչ մի մոդելներ դեռ հայերեն չէին խոսում, բայց մոտ 6-7 ամիս աշխատանքից հետո ոնց որ նախնական որակի տարբերակ ստացանք։ Այստեղ մի քիչ կպատմես Արամ ջան, այս process-ը
ինչքան հնարավոր է ավելի մանրամասն, որ AI-ով product ստեղծել, հա, սենց մի հատ ընդհանուր նախադասության տակ ինչա թաքնված զերոյից, այսինքն դու ինչ ես պատկերացրել ու ինչ ես ստացել առաջի փուլում ու ինչ դժվարություններով էլի խնդիրները։ Հիմա կարամ AI-ը ընդհանրապես առանձնացնեմ այս բան։ Ես ունեի խնդիր, ուզում էի խնդիրը լուծել բիզնեսի մեջ, որ համ ժամանակի խնայողություն ունենանք, համ սխալվելու հավանականությունը կչացնենք, համ էլ լինի ինչ-որ խորհրդատու, որ մեզ կհուշի այդ ամեն ինչի մասին, կամ գոնե ուղղություն կտա։ Էլ չեմ ասում, երբ որ օրենսդրական ինչ-որ հարցեր են լինում, մի քանի իրավական ակտերից է պատասխանը ձևավորվում, այնտեղ գնաց, կարող է մի կես ժամ 40 րոպե ման գաս մինչև պատասխանները գտնես, բերես միավորես իրար։ Ավանդական մեկը ներ աներ մտքից է ծնվել։ Մոտավորապես հա կարելի։ Ինչի եմ ասում, որովհետև մեր մոտ ծրագրավորողներից մոտ, ասենք 7 տարի առաջ, 10 տարի առաջ, սկսնակ ժամանակ մանավանդ, գիտես ինչ միտքեր գալի, որ լավ կներ սովորական բառերով մեկին ասեի, կոդը գրեր։ Հիմա եկանք հասանք vibe coding-ին։ Այսինքն այդ պարզ միտքը, որ եկավ դարավ product ու հիմա կա vibe coding product-ներ, որ դու սովորական բառերով ասում ես, ինքը քեզ կոդն է գրում տալ։ Նույն կոպիտ ասած, հա, խնդիրը եղել է, որ մեկը ըլներ այդ խորհրդատվությունը տար, մեկն ըլներ իմ փոխարեն մտներ այդ սա գտներ ու ճիշտ գտներ, հա, այդ է եղել հիմնական ցավը, որ ու ժամանակ կխնայի։ Բնականաբար ու AI ասվածը, այսինքն ChatGPT-ի մասին իմանալուց հետո այդ լույսը վառվեց, հենց AI-ի միջոցով կարելի է այս ամեն ինչը կազմակերպել։ Ու ոնց որ այդ ժամանակ ես տեսնում էի, որ հայերենը ճիշտ է այդ պահին խնդիր էր, բայց ժամանակ կանցնի այդ խնդիրը կլուծվի ու հա լուծվեց։ Այդ մերժումների մասին էլ էլի մի քիչ խոսանք, այսինքն որ նոր նշեցիր, որ դիմում էի շատ դեպքերում հայերենի վրա հիմնական բանը, որ հայերենի վրա անիմաստ անել, մեկ այլ չենք կարա ստանանք նորմալ պրոդուկտ։ Ու ոնց հաղթարեցիք։ Այսինքն սպասեցիք այդ հայերենի խնդիրը լուծվի, թե դուք սկսեցիք աշխատել, ինքը լուծվեց։ Մենք լուծվեց։ աշխատանքները մոտավորապես մի 7 ամիս հետո տարբեր ձևերով փորձում ենք այդ խնդիրը լուծենք, մոտ 7 ամիս հետո ստացել ենք։ Մեծ բառարաններ են կազմել տերմինոլոգիայով, ահագին աշխատանք են կատարել։ Հիմա որ հետ ենք նայում, դե պարզ է, տեխնոլոգիաները փոխվել են, շատ ուրիշ ձև է այդ խնդիրները լուծվում, բայց առաջ այդ ճանապարհով ու շատ ծանր գնացել ենք։ Նու այսօր մի քիչ այլ ձև ենք կազմակերպել, թեկուզ հենց օրինի աշխատանքը, տեխնոլոգիապես փոփոխություններ կրել է բնականաբար, բայց բավականին մեծ փորձ էր ու որոշակի նաև ինձ լավ եմ զգում, որ այս ընթացքում բավականին շուկային մոտիվացրել եմ, որ AI-ով աշխատեն։ Եթե չեմ սխալվում, ինձ թվում է տենց է եղել, Հայաստանում առաջի հայերեն լեզվով պրոդուկտն է եղել AI-ով աշխատող։ Թույն։ Իսկ ինչ անում, մի քիչ կպատմես, ես գիտեմ, օգտվել եմ, եղել եմ պրեզենտացիաներից մի քանիսին, բայց մեր դիտորդների համար էլի, ինչ կարան իրանք անեն օրինով։ Պարզ լեզվով հարցը գրում ես, օրենսդրական հարցը, գնում է աղբյուրները մանա գալիս, պատասխանը ձևավորում է, տրամադրում է, բայց բացի պատասխան ձևավորել է, հետագայում ենք ավելացրել իհարկե ֆիդբեքների, հետո ենք ավելացրել, որ նաև վերլուծում է ամբողջ պատասխանը։ Եզրակացություն անում, ռիսկերն է գնահատում, բնականաբար վերջում նաև հոդվածի հղումներն ենք տալիս, որտեղ աղբյուրները որտեղից կարող են ստուգեն, որտեղ գիտենք իրավական դաշտում մի փոքր սխալնել, կարա լուրջ հետևանքներ։ Այսինքն արամ, ասենք իրավական մի քիչ ավելի բաց ենք, էլի սովորական մարդուն, ով որ իրավաբան չի, հաշվապահ չի, իրան ինչով կարա օգնի հասարակ կյանքում ու այն մարդուն, ով որ մասնագետ է։ Եկեք 3 խմբի բաժանեմ, հա, որտեղ տարբեր մարդկանց տարբեր ձև է օգնելու պրոդուկտը։ Իրավաբաններ, երկրորդ մասում կառանձնացնեմ հաշվապահ, HR, հարկային մասնագետների ու այսպես սահման սովորական մարդիկ, ովքեր մասնագետ չեն, սովորական մահկանացուները։ Հիմա մեծ մասաներին ասեմ։ Մեծ մասաներին։
Հիմա մեծ մասաների դեպքում իրանց կարա օգնի արագ կողմնորոշվեն օրենսդրության հարցում։ Օրինակ աշխատանքային օրենսդրության պրոբլեմ ունի քույրս, ենթադրենք, կամ բարեկամս, ով որ բանա չգիտի ըստ աշխատանքային օրենսգրքի իրավունք ունեն այսպես անելու, թե իրավունք չունի ղեկավարությունը, հա, կամ ինչ որ ընկերություն այս դեպքում սենց վարվելու կամ սենց հաշվարկելու իր աշխատավարձը կարա օրինին դիմի։ Բնականաբար, հա, ենթադրենք ինչ հիմքով կարան ազատեն աշխատանքից կամ ինչ հիմքով կարա դուրս գա իր նախաձեռնության, վերջնահաշվարկը ինչ բանաձևով արվում, ամբողջ օրենսդրության վերաբերվող ցանկացած հարց հայկական օրենսդրության իսկ բանի հետ կապված էդ էլ շատ մեծ մասաներին հետաքրքիր ԱՁ բացել, բանը կանգնացնել, հա, սառեցնել, իր հետևանքները սենց կարա օրինի հետ շփվի ու ամբողջական ստանա խորհրդատվություն, այսպես ասած։ Բնականաբար ցանկացած հարց, դա էլ օրենսդրության հարցերից է, չգիտեմ, ՍՊ-ների մասին օրենք, անհատձեռնարկատիրոջ մասին հա օրենք, դրանք մեր օրենսդրության մեջ ներառված են ու ցանկացած հարց նաև վերլուծություն անելով, գնահատելով, ռիսկերը տասելով, եզրակացությունները տալով վերջում ինչ է ստացվում, որ կարանք այն մի հատ հաշվապատ ծանոթ ունենամ կամ ճարեմ այս հարցը տամ, այն հարցը տամի փոխարեն, կարանք օգտվենք օրինից, սենց համապարփակ, նորմալ մեր բառերով սովորական բոլոր հարցերը ձևակերպենք, նորմալ պատասխան ստանանք ու տակից էլ ստանանք այն բոլոր աղբյուրները, որտեղ կարանք ստուգենք ու համոզվենք, որ ճիշտ պատասխան ենք ստացել։ Հա, ոչ մասնագետների մասով, որպես առաջին խորհրդատվություն շատ լավն է, բայց ես ամեն դեպքում խորհուրդ կտամ առաջի, այսպես ասած, փուլը անցնելուց հետո անպայման դիմել մասնագետի։ Գործողություններից առաջ դիմել։ Հա։ Okay, երկրորդ խումբը։ Երկրորդ խումբը Կարամ կոնկրետ օրինակ պատմեմ մեր խորհրդատվական ընկերությունից։ Այս մասը չասեցի, բայց մի հատ արդեն դարձավ 4 խումբ։ Մեր ընկերության մասով ասեմ, հիմա հետևյալն է. ցանկացած օրենսդրական հարց, քանի օրինի պատասխանը չկա, ոչ մեկ իրավունք չունի, ասենց ճակերտի մեջ վարսաձայնելու։ Եթե դու հարց ունես, գնա դուր օրինի, ոչ մեկի ժամանակից մի խլի։ Հա։ Մանավանդ սկսնակների մոտ շատ հարցեր առաջանում։ Հենց իրանց վրա էլ օրինակը բերեմ, հա, գնում թիմի կամ անմիջական ղեկավարին հարցը տալուց առաջ մի հատ դիմում են օրինին։ Դիմեցին, պատասխանը ստանում են, նաև դրանց մեջ հղումներն է լինում։ Եթե պետքա գնում մի հատ հղումներն էլ օրենսդրությունը բացում, կարդում է, այստեղ նախ սկսնակ իր հարցի պատասխանն աստամ գումարած գիտելիքա ձևավորվում իր մեջ։ Թիմի ղեկավարը ազատ ժամանակ է ստանում, անմիջական ղեկավարը հաշվապան ենթադրենք չի սպասում, որ իր ղեկավարը կամ մյուս մարդը ազատվի, որպեսզի իր հարցին պատասխանի։ Այստեղ համ իր խնդիրն է լուծում, ենթադրենք հաճախորդին հարց կար արագ պատասխանեց, համ էլ ժամանակ ենք խնայում։ Իսկ նում է, որ հաճախորդին ուղարկեք օրինի մոտ, այսինքն ձեզ հարց է տալիս, ասում եք առաջին ոնց որ այդ փուլը կարաս օրինի հետ հաղթարես, որպես մեր product, ու շատ հնարավոր է, որ հարցիդ պատասխանը գտնես։ Այսինքն այդ մեծ մասաներին սովորացնեք օրինին, էլի, ոչ թե մենակ դուք օգտվեք ու պատասխանը տաք։ Եթե մեր ծառայության շրջանակներից դուրս է, սովորաբար հա ուղղորդում ենք, ասում ենք ստեղ հարցը ձևակերպեք, բայց այն ինչ որ մեր ծառայությունների շրջանակում է ոնց որ, բայց կիսվում ենք։ Ամեն դեպքում օրինին հարցը տալիս ենք, պատասխանը վերցնում ենք, կիսվում ենք հաճախորդի հետ, ուղարկում ենք, որ էս Հա, ուղղակի նայ, օրինակ մեր գործում, մեր ոլորտում կա sense service management հասկացողություն, հա, պատկերացնենք product-ի վրա ենք աշխատում ու այդ product-ի թիմը անընդհատ ունենում է փոփոխությունների ու նոր բաներ ստեղծելու կարիք, change request-ներ, feature request-ներ, մենք sense ենք ասում, մենք տրամադրում ենք հարթակ, ասում ենք մտի ստեղ գրի քո ուզածները, priority կտանք, estimate կանենք, հերթով անելով գնանք։ Ոնց որ դու դա գործիք է, որը մենք տրամադրում ենք հաճախորդին, որպեսզի ինքը դրանից օգտվի ու համ մեր համ իր ժամանակը
խնայի ու հետո կարելի լինի դա հեշտ track անել։ Ձեր մասով որպես ձեր ստեղծած product, այսինքն loyal խորհրդատվականի հաճախորդները ավելի շատ են AI-ին միտված, օրին օգտագործող, թե ամեն դեպքում էլ չէ։ Դժվարանամ այդ հարցին պատասխանեմ, բայց ամեն դեպքում ես կառանձնացնեմ, հա, օրինա ամբողջությամբ առանձին թիմով ինքը առանձին product է, առանձին լրիվ բիզնես է, ընդհանրապես լոյալի, հա, պարտներ է, բայց լավ միտք տվեցիր, կարելի է լոյալի հաճախորդներին ուղղակի անվճար տրամադրել։ Կամ անվճար, կամ որպես product, հա, որովհետև ինքը քո ժամանակը կխնայի, չէ՞։ Կարա իրանց ընկերություններում լինի իրավական օգնական, շատ դեպքերում ընկերությունների իրավաբաններ չեն ունենում ու այդ առաջի հարց ու պատասխանը կարան հենց օրինի միջոցով ստանան։ Այսինքն տես, օրինակ մենք մեր իրավաբանական ծառայությունները outsource է, ու ես իրավաբանին հարցնելու փոխարեն սովորական են շարքային հարցերը կամ օրինակ ինքը կարա չէ ինձ օգնի փաստաթղթային բան տա, ասենք պայմանագրի հետ կապված խորհրդատվություն տա։ Խորհրդատվություն կտա, հիմա այս օգոստոս ամսին իրականում հունիսին պետք է անենք, մի քիչ ցկցկվեց, այս օգոստոսի մեջ նոր թարմացումներ են կանելու։ Այդ պայմանագրերի բանի կտորը, պայմանագրերի հայցերի Կարամ արամ պայմանագիրը ստամ, ասեմ մի հատ նայի, կամ ինձ ուղարկած պայմանագիրը տամ, ասեմ մի հատ նայի, այստեղ թույլ կետեր, իմ համար պրոբլեմատիկ կետեր։ Ամբողջությամբ կվերլուծի ռիսկերը, կասի խորհրդատվություն կտա, որ կետերում կարելի է փոփոխություն անել ու այդ ամբողջը նաև օրենսդրության հոդվածների հղումներով։ Չի ասի ինչ-որ փոփոխություն արա, որը ստուգված չլինի օրենսգրքով։ Պարտադիր նաև այդ հոդվածի հղումները կտա, այս հոդվածների համաձայն առաջարկում եմ սա այսինքն բան մասսայական օգտագործման համար, հա, մարդկանց համար, քո ասած սովորական մահկանացուների, ովքեր որ աշխատանքային պայմանագիր կնքեն կամ ֆրիլանսեր են, ինչ որ պայմանագիր է գալիս, օրինակ մեր ոլորտում շատ է լինում, որ դու ֆրիլանս անցնում ես ինչ-որ այնտեղ աշխատանքի, բնականաբար պայմանագրեր ես կնքում, իսկ եթե դա լինի, իսկ եթե միջազգային պայմանագիր է, այսինքն հղումը արվում ընդհանուր օրենքների կամ այդ արբիտրաժի կամ ինչ-որ բանի տենց տեղայնացված է ամբողջությամբ, եթե կետերը մեր օրենսդրական համակարգում կան, անպայման կվերլուծի, եթե չէ փակած է ինքը, հա։ Okay, ուրեմն եթե տեղական բան է, աշխատանքային պայմանագիր կլինի երկու հոգու մեջ ինչ-որ պայմանագիր պարտավորությունների բանը դրանք են։ Հա, ամբողջությամբ էական չի էլի ցանկացած հարց։ Այսինքն դրանից է լավ բան։ Պետք է անդադ կամ չվերլուծեր մարդը 3 տարբերակ կա, հա, կամ վերլուծեր ինքնուրույն ինչ-որ բաներ բաց թողելով կամ նեղություն տար իր իրավաբան ընկերոջը։ Այս դեպքում կարա գրեթե, հա, հստակ բան ստանա, խորհրդատվություն ստանա։ Տարված միջանկյալ դեր է ստանձնում, հա, միջև իրավաբանին մասնակետին դիմելը, ոնց որ դու քո ինֆորմացիան ստանաս։ Կամ գոնե մասնակետին դիմելուց պատրաստված լինես, իմանաս ինչ հարց ես տալի, ինչի մասին ես խոսելու իր հետ։ Հա, չէ, ես առումով չգիտեմ դու ինչքան ես տենում, բայց բացը ահավոր շատ կա հիմա, որովհետև մասնագետին դիմեմ, թե չդիմեմն էլ է գալիս նրանից, դու պիտի հասկանաս, այդտեղ խնդրեմ կա, թե չկա, չէ։ Այսինքն դու պիտի մասնագետին դիմես, ինքը նախնական մի հատ նայի, ասի, այս խնդիրները կա, հետո ասես, բա ոնց լուծենք ու ինքը որ աշխատի դրա վրա։ Իսկ սենց այդում ես դու արդեն այդ նախնական խնդիրները հանած, պիտի ուղակի խորհրդատվություն ստանաս, թե ոնց այդ հարցերին լուծում տաս։ Okay, մյուս խումբը արդեն գալիս է մասնագիտականը, ովքեր իրանց ամենօրյա արդեն աշխատանքի գործիքը պետք է դառնա կամ գործիքն է, մոտ արդեն 100 վճարովի յուզեր ունենք։ 97, եթե ճշգրիտ թիվը ասեմ, իրանց աշխատանքը արդեն կազմակերպում են օրինի միջոցով։ Այսինքն ակտիվ յուզերները, մարդիկ վճարում են, պատրաստ են վճարեն, որովհետև իրանց ձեռքի գործիքն է եղել ու օգնում է իրանց առօրյա աշխատանքում, ովքեր իրավական շատ հարցեր են ունենում։ Մի մասը իրավաբաններ են, մի մասը հաշվապահներ են, մի փոքր տոկոսը HR-ներ են,
Այն մարդիկ, որ իրանց աշխատանքը մեծամասնով կապված է օրենքների հետ։ Մասսայական օգտագործման մասով մի հատ էլ հարց առաջացավ մոտս, բայց դրանից առաջ հիմա քանի որ խոսում ենք մասնագիտականից, դիմադրություն կա մասնագետների կողմից sense մի հատ ընդհանուր հարց տամ AI-ի, նոր տեխնոլոգիաների, Կարծում եմ կյանքում ցանկացած նոր բանի մարդիկ դիմադրում են, նույնը AI-ի մասին է։ Հիմա հələ այս տարի բավականին շատ խոսում են, ակտիվ են, մարդիկ սովորել են օգտագործելը, բայց անցած տարի որ թողարկել էինք մանավանդ իրավաբանների դեպքում իրանք երևի մի քիչ պահպանողական են, լուրջ դիմադրություն կար։ Ոնց կարա սա օրենքի հարցին պատասխանի, ոնց պետք է լինի, մարքեթինգը ոնց է աշխատում բա օրինի։ Ժամանակը ոնց որ խնդիրը լուծեց։ Հա, մարդիկ քիչ-քիչ սկսեցին սովորել։ Անկախ ամեն ինչից մենք դրա մասին շատ խոսել ենք, փորձել ենք տարածել սոցցանցերի միջոցով տարբեր հանդիպումների ընթացքում, բայց ժամանակը քիչ-քիչ բերեց դրան, որ մարդիկ հələ հիմա էլ տենց մասսայական օգտագործում չկա, օրինը չէ առհասարակ։ Մեզ թվում է թե բոլորը AI-ից օգտվում են, բայց հա, մասսայական դեռ հայտնի մոդելներից էլ դեռ մարդիկ մասսայական չեն օգտվում, բայց քիչ-քիչ սովորում են։ Օրինակ մեր ընկերությունում էլ ինչքան էլ տարօրինակ թվա, դե բնականաբար այդ թիմին տվել ենք, իրանք տեստեր արել են մինչև թողարկելը, բայց թողարկելուց հետո նույնիսկ իրանք սովոր չէին դա օգտագործելու։ Մինչև ինչ-որ պայմաններ դրեցինք, սկսեցին օգտագործել, հիմա էլ դե հակառակն է բնականաբար, առանց դրա չեն կարողանա իրանց աշխատանքը կազմակերպել։ Հա, իսկ sensitive data-ի հետ կապված Արամ, այն առումով, որ մարդիկ մտածեն իրանց ինֆորմացիան, պայմանագիրը, կամ ասենք կարողա ինչ որ միտեղ ուզում են օրենքի շրջանցում անեն, օրենքի թույլտվությամբ, այդ չվախենան կիսվելու օրինի հետ այդ մտքերով։ Չէ, ընդհանրապես պետք չի վախենալ, որովհետև ամբողջ process-ը կոդավորված է։ Իմ առաջի պայմաններից է եղել, որ հանկարծ մենք ինֆորմացիայի կրող չլինենք։ Այսինքն կրող չեն այս մարդիկ, որ մի հատ էլ տան կամ չտան համապատասխան։ Ամբողջությամբ կոդավորել ենք։ Այսինքն որ շատ էլ ուզեք չեք կարող ոչ մի ինֆորմացիա։ Զուտ, հա, երկու տարբերակ կար, կամ դու կոդավորում ես, հետո հնարավորություն ես ունենում իրեն բացելու, տեսնելու։ Մյուս ճանապարհը, որ ամբողջությամբ ծայրից ծայր կոդավորում ես, ու դու էլ հնարավորություն չունես բացես, տեսնես, որ օգտատերն է այդ հարցը տվել։ Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը, որովհետև մեր խնդիրը դա չի եղել, որ տեսնենք ով ինչ հարց է տալիս, այլ մեր խնդիրը ընդհանուր բիզնես միջավայրում ինչ-որ բան ձևափոխելու, մասնագիտական համայնքում աշխատելու ձևափոխելու, այդ առումով ըստ ումա պետք է հանգիստ լինեն։ Իսկ մասսայական օգտագործման համար սենց պարզ հարցեր էլի, մի քիչ տամ բոլորի անունից կլինի ինձ թվում է։ Օրինակ խնդիր ունեմ հարևանի հետ շինարարության ինչ որ հետ կապված, պարեկի հետ այդ պահին կարամ օգտվեմ։ Այդ պահին ինձ կօգնի, ասենք, չգիտեմ, ճանապարհային երթևեկության կանոնների հետ կապված, ճիշտ է ինձ կանգնացրել պարեկը ու ակտավորում թե չէ։ Միանշանակ կարող եք, ու հիմա այս օգոստոսի թարմացման մեջ նաև ձայնային կտորն ենք թարմացնելու, այսինքն ձայնով էլ կարող եք հարցը տալ արագության առումով ոստիկանը չկանգնացնի, իջնեք սկսեք հարց ձևակերպել, հա։ Այսինքն ժողովուրդ ջան, եթե ոստիկանը կանգնացնում է ու կասկածներ ունեք, կարաք voice-ով հարց տաք օրինին, օրինն էլ ձեզ պատասխանի, դուք էլ հղում անելով ասեք հարգելի պարոն ոստիկան, ըստ այս օրենքի այս ինչ կետի դու սխալ ես, ես ճիշտ եմ, ինքը թող էթա օրենքը մի հատ բացի նայի։ Ցանկալի է օրենքով ապրենք, խախտում չանենք, չկանգնացնենք, բայց եթե պատկերացնում ենք, որ մենք խախտում չենք արել, իրենք կանգնացրել են, նաև ոստիկանների համար լավ միջոց, կարող են իրենք էլ հարցը տալ։ Հա, կարան իրենք էլ օգտվեն ու հասկանան արժի կանգնացնեն թե չէ։ Արամ, Հայաստանը որ փուլում է, տես սկզբից խոսեցինք հայերեն լեզվի դժվարությունների հետ կապված, բայց ես երկու մասի բաժանեմ հարցս, հա, պրոդուկտների մասով AI եւ տարբեր AI պրոդուկտներից օգտվելու մասով էլ խոսեցինք, սենց ավելի քո կարծիքով
կամ տոկոսային կամ սենց ինչ-որ հարաբերական չափման միավոր վերցնես, ինչքանով ենք օգտվում ու ինչքանով ենք ներգրաված ստեղծման պրոցեսում։ Տոկոսներով մի քիչ կդժվարանամ այս պահին պատասխանեմ, բայց պրոցեսները հերթով նկարագրեմ, հա, ու ես ինչքան նկատում եմ հիմնականում այս տարվանից է սկսվել այդ, այսպես ասած, բումը, որ մարդիկ շատ են խոսում AI-ից, հələ հարցը ինչ են անում դրանով, բայց բոլորը խոսում են։ Ու ոնց որ տրենդ է դարձել էլի AI բառը։ Առաջի կտորը որ կառանձնացնեմ, որ մարդիկ ուղղակի օգտագործում են իրենց առօրյա կյանքում, կամ թեկուզ աշխատանքի մեջ անհատները իրենց համար օգտագործում են մեր իմացած հայտնի մոդելներից, չգիտեմ, Claude, GPT, Gemini։ Երկրորդ տարբերակը, որ կոնկրետ ինչ-որ բլոկներ, թե ընկերության ներսում կամ կարող է առանձին ընկերություններ լինի, ենթադրենք ընկերության ներսում վաճառքի թիմի ինչ-որ AI պրոդուկտ է օգտագործում, ենթադրենք AI-ով աշխատող CRM համակարգ է օգտագործում, կամ հենց մեր օրինի տարբերակը վերցնենք, ինքը իրավական ոլորտում ինչ-որ խնդիր է լուծում, բայց եթե գնանք ընկերությունների այդ բիզնես պրոցեսների մեջ, այդտեղ 1-2 կարող եմ առանձնացնել, կարծեմ Ակբաբանկն է ասել, որ AI-ի թիմը հավաքում, որպեսզի իրենց ամբողջ պրոցեսները բերեն, AI-ով ավտոմատացնեն։ Մեկ էլ, եթե չեմ սխալվում, Ucom-ն է դրա մասին խոսել, այսինքն այստեղ մի քիչ ավելի մանրամասնեմ, AI-ի ինտեգրացիան բիզնեսի մեջ դա ինչ-որ կտորներ օգտագործել չի, հələ դա նույնիսկ վտանգավոր է, կցանկանամ դրա մասին էլ մի քիչ խոսենք։ Հա, ունենք սենց ուրեմն մաս, ուզում էի դրա մասով խոսել, կարանք դրան միանգամից անդրադառնանք, ինչպես սկսել AI-ը ներդնել բիզնեսում։ Ունենք ընկերության մեջ ունենք տարբեր պրոցեսներ։ Վաճառքի թիմ ունենք, արտադրության թիմը, իրավաբանական թիմն է, հաշվապահություն ֆինանսն է, HR-ական կտորն, այսինքն տարբեր sense բաժիններից է բաղկացած, ու ընկերության ընդհանուր կառուցվածքը տարբեր կտորներից է։ Հիմա եթե վերցնենք, ենթադրենք վաճառքի կտորը AI-ով ավտոմատացրեցինք, դրա արդյունքում վաճառքները մեծացավ, շատ վաճառքներ ունեցանք, երկրորդ հարցն է գալիս, բայց մեր արտադրության թիմը պատրաստ է այդքան արտադրանք տալու։ Եթե պատրաստ չի, ավտոմատ այդտեղ մի բան քանդվում է բիզնեսի մեջ։ Այսինքն բոլոր կառուցվածքի մեջ բոլոր կտորները պետք է բերել AI-ով ավտոմատացնել, որպեսզի կարողանաս քո բնականon բիզնեսի ընթացքը պահպանես։ Իսկ պրոցեսները օրինակ ներդրման, օրինակ օրինի, որ դուք տարբեր ընկերություններում արդեն ունեք, չէ՞, ներդրած աշխատում։ 4 ընկերություն այս պահին B2B-ում Իրանց օգտագործում մոտ են։ ո՞նց է պրոցեսները, փորձարկման, հա, պիլոտային, հետո ընթացիկ, ո՞նց է այդ պրոցեսը գնում։ Ընկերությունների համար էլի, իրենք ո՞նց պատկերացնեն։ Նայեք, ընկերությունների համար ինչն ան բոլորի համար ենթադրենք վերցնում են այդ B2B դեպքում փաթեթները մի քիչ այլ է, այսինքն բոլոր աշխատակիցները ունենում են, հա, օգտվելու հնարավորություն, հա, ու իրենց օրենսդրական հարցերը ոնց որ հղում են օրինին։ Նու հետագայում որոշակի բաներ կա պլանավորած B2B սեկտորի համար, որ ավելի։ Իսկ այդպես մի հատ հարց, այս դեպքում ո՞նց է user-ի ռոլերը բաժանած ու ղեկավարը տեսնում է իր աշխատակիցների հարցումները։ Չէ, պլանների մեջ, բայց հա, որտեվ դա հարցեր, որ իմ մոտ առաջացավ, տեսնի ով ինչ հարց է տալի, ըստ այդմ մակարդակն էլ աշխատողի կհասկանան։ Հա, այս պահին չէ, չենք հասել դրան, բայց պլանների մեջ կա անպայման, որպեսզի իրանց աշխատանքը ավելի լավ կազմակերպեն։ Հիմա մի հատ էլ հետ գնանք այն բիզնես պրոցեսներին։
Հիմա որպեսզի քո ընկերությունում, հա, բիզնեսում ներդնես AI-ը, ինչ պետք է անես, շատ լավ պետք է վերլուծես ամբողջ համակարգը։ Նախ սկսենք դրանից, Հայաստանում շատ ընկերություններ նորմալ այդ process-ները նկարագրած չունեն իրանց Իրանց աշխատանքային սեփական այդ աշխատանքային process-ները համակարգը, դոկումենտացրած չունեն։ հա, համակարգերը չկա, մի քիչ հին թիվ է, 2000, եթե չեմ սխալվում, 23-ի վերջի վերլուծություն է եղել, 1900 ընկերության համար համաշխարհային բանկը կարծեմ վերլուծություն է արել, որոնց 60%-ը աշխատելուց չի եղել նորագույն տեխնոլոգիաներով։ Այսինքն էլ իրանք խնդիր ունեն գան նոր տեխնոլոգիաներ, հետո նոր խոսեն AI-ի մասին։ Իսկ եթե քո բիզնեսը համակարգված չի, դու տանես մի հատ էլ AI ինտեգրես, ամբողջությամբ կխառնես process-ները իրար։ Այսինքն մի հատ շատ հստակ պետք է նկարագրես քո ընկերության ներսում աշխատանքային process-ները, դրանից հետո հասկանաս որ process-ում, որ բլոկում ինչ process-ն է շատ կրկնվում, հա, անընդհատ ինքը կրկնվում է, նոր գնաս, պետք է մասնագետի խորհրդատվություն, որ հասկանաս արդեն երբ որ հասնես դրան, հա, AI-ի մասով որ բլոկներն է հնարավոր ու լավագույն գործիքները ներդնել։ այդ վերջում է գալիս հասնում, հա, որ AI-ի գործիքներից օգտվենք։ Ոչ թե նայենք ասենք, օրինը շատ լավ գործիք է, վերցնենք աշխատացնենք, բայց ռեալ իրական քո բիզնեսի մեջ օգուտ տալու է դա, թե չէ, այդ ամբողջ վերլուծությունից հետո պետք է լինի ու շատ կարևոր է, որ ընկերություններն բացի այդ IT բլոկից նաև լինի այդ ամեն ինչը ներդնելու պատասխանատու, Շատ որը լավ իմ բան կարծիքով առանձին կտոր է, ինքը պետք չի լինի իսկ այդ IT լեյբլը դուք մասնագետ, ունեք, որ ասենք օրինակ ընկերությունը ասի ես ուզում եմ, բայց ինձ պետքա այդ վերլուծությունը, ինձ պետքա ներդրման process-ը ու չեմ, ինքը չի ուզում զբաղվի դրանով, ժամանակ չունի զբաղվի դրանով, կա ձեր ծառայությունների մեջ տենց բան, որ դուք այդ ներդրման process-ում օգնում եք իրան։ եթե օրինից դուրս գանք, առանձին հիմա մի հատ ճյուղել զարգանում է, հենց այդ ուղղությամբ են գնում, որպեսզի ընկերություններում, այսպես ասած, AI պրոդուկտներով ավտոմատացում կատարենք։ Օրինակ այս վերջում ինքը մի քիչ փոքրիկ պրոյեկտ էր, բայց Telegram bot սարքեցինք ընտանեկան բժիշկների համար։ Այդ լոյալից ու օրինից առանձին պրոդուկտ է։ Հա, լրիվ առանձին սարքեցինք, տվեցինք։ Բա դրա մասին քիչ ես ասում։ Ասում եմ։ Մի քիչ ավելի մանրամասն ասա, որ իմանանք, որ ընկերություններին կարա օգնի, որ process-ները։ Չէ, ինքը տենց նույնիսկ նվիրել ենք իրական։ Չէ, այդ սերվիսը որ սկսել եք մատուցել։ Հա։ Ում համար է նախատեսված, ինչ է իրենց ընդհանրում։ Թե ցանկացած բիզնեսի, ցանկացած բիզնես, ով զբաղվում է բիզնեսով, ով իր աշխատանքները որոշակի չէ համակարգված է, այդ process-ները նկարագրված է իրենց համար, կարող ենք այդ ծառայությունները մատուցել։ Բայց առաջինը պետք է գնան, ոնց որ ասում եմ, իրանց համակարգը խելքի բերեն, նոր հետո AI-ի կտորի մասին մտածենք։ Ու եթե պետք է մի քիչ էլ շտապեն, որովհետև եթե AI-ով ավտոմատացում չանեն մրցակցությունից, հա, մի դուրս են քնեք, մնալու, այո, եթե ասենք, որովհետև ես էլ եմ շատ բիզնեսների հետ շփվում TCO-ի գործունեությունից ելնելով իրանց պրոդուկտները սարքելուց, e-commerce-ները, app-երը եւ այլն, ու տեղել եմ տեսնում լիքը խնդիրներ, որ համակարգերը հասարակ պրոդուկտների լիստը իրանց համակարգում, հա, նկարագրություններով ամեն ինչով թարմացված չունեն, որ մենք կարողանանք ինտեգրենք ու լավ պրոդուկտ ստանանք, այս մասով այդ կոմֆորտ զոնան եթե կա էլ պետք չի դրան տրվել, պետքա դուրս գալ, պետքա նորագույն տեխնոլոգիաներ փորձել ինտեգրել ու շատ հնարավոր է որ միանգամից դրանից է խոսանք, հա, միանգամից տենց կարողա չստացվի, կարողա օրինակ, չգիտեմ, օրին ինտեգրես, տենց եղել է դեպք, որ ինքը այդ պիլոտային process-ը տենց հեշտ չգնա առած, բայց վերջը բերի լավ արդյունքի։ Միանշանակ հեշտ չի գնում։ Մարդիկ սովոր չեն, գումարած դրան վստահության խնդիր կա։ Իշքն պետք է 1, 2, 3 փորձեն, հասկանան իրանց աշխատանքում օգնումա, որը դժվար է։ Ընկերություն է եղել, մտել եմ խոսելու ու ամբողջ թիմներ ներկա, մի քիչ
բան կհնչի, բայց ամբողջ թիմով հարձակվել էին վրաս։ Ինչի պետք է օգտվենք։ Էս Հա, ինչ պետք է տա։ Մենք դիմադրություն- խորհրդատու ունենք, կզանգենք, կարծենք, Դիմադրությունը հա, գնում էր տենց, բայց քիչ-քիչ էդի գնում, կոտրվում ա մարդիկ սկսում են օգտվել։ Հենց այդ ընկերությունում էլ օգտվում են արդեն մեր Դե պրոդուկտից։ ընկերության դիրքորոշումից էլ է, չէ, Արամ գալիս, որ թե նայած ոնց են դնում են եկեք փորձենք 1-2 դե լավ չեղավ, թե պիտի գնանք սարանից օգտվելու ճանապարհով, նույնիսկ եթե կան խնդիրներ, օրինի հետ կլուծենք, բայց մենք օգտվելու ենք սրանից կամ ուրիշ է այդ պրոդուկտից։ Այնց սեփական փորձով պատմեմ, մեր խորհրդատվական ընկերությունից պատմեմ։ Հիմա օրինակ, հա, նստել ենք հատ նայել ենք որտեղ կրկնվող աշխատանքներ կա։ Օրինակ, ընկերությունական մարդը, չգիտեմ, 80 հատ հաշիվ են ստանում, այդ 80 հատ հաշիվ մուտք անելը ծրագիր տևում է օրինակ 2 ժամ։ Հիմա այդ process-ը մենք կազմակերպում ենք 3-4 րոպեում, ամենաշատը։ Այսինքն ագենտ ենք սարքել, որը գնում է հարկային համակարգից հաշիվները վերցնում է, բերում, դասավորում է, տանում ծրագիր, մուտք անում, հաշվապային ընդամենը մնում է մի հատ sense վերևից ներքև նայի, հա, հաստատի, ամեն ինչ նորմալ է։ Այդ process-ում օրինակ լուրջ ավտոմատացում ենք ունեցել։ Այդ հաշիվները ասեցի, բայց այնտեղ ՀԴՄ կտրոններ կա, բան, լիքը կրկնվող աշխատանքներ կան, որոնք, բայց մենք միանգամից չարեցինք դա։ Հաջորդ հարցս էս ձևակերպում պատմի։ Ամեն թիմից վերցրել ենք 1-1 հոգի, մի ընկերություն ու անցած ամիս ենք, անցած թե նախանցած լավ չեմ հիշում, ու իրանց մոտ սկսեցինք այդ տեստ անել։ Հա, հասկացանք, որ արդյունքը լավ է, հիմա արդեն համատարած բոլոր ընկերությունների վրա կատարում ենք։ Գործիքներն էլ կասես։ Օգտվել ենք առանձին մասնագետ ունենք այդ ներդնող, այդ ամբողջ կազմակերպումը, բայց հիմնականում ChatGPT-ի գործիքներից ենք օգտվել, ագենտների իր միջոցով ենք սարքել։ Բայց նայած կոնկրետ խնդրից է գալիս, հա, կարա Claude-ը շատ ավելի ուժեղ գործիք տա, քան GPT-ն, էլի պետք է նայես կոնկրետ ինչ խնդիր ես ուզում լուծես։ Չեք ուզում բան անեք, հարգելի ղեկավարներ, ինքնուրույն զբաղվեք, ուրեմն մասնագետ կամ outsource կամ in-house կամ ընկերություն, ոչ թե մասնագետ, այլ ընկերություն, որը որ այդ սերվիսը այս դեպքում բնականաբար մինիմալ բաները նույնիսկ կարող ես ծրագրավորող չլինել կազմակերպել, բայց ամեն դեպքում եթե խորքային ինտեգրացիաներ ես ուզում անել, խորհուրդ կտամ անպայման դիմել մասնագետի, կամ in-house կլինի կամ outsource, շատ կարևոր է, որ մասնագետին ամեն դեպքում դիմենք, ինչքան էլ process-ները արագացել են, հեշտացել են, մասնագետի աշկը պետք է։ Համ ամեն մասնագետը ավելի արագ կանի, շատ բաներ ավելի մի քանի անգամ անելու ռիսկից ձեզ հետ կպահի, չէ, ժամանակային առումով մի հատ կանեք, կփորձեք, չինի, մի հատ էս հենց կանեք, դրա փոխարեն մասնագետը կարա միանգամից ճիշտ ուղղությամբ տանի։ Մի հատ այդ մասն էլ ասեմ, ու այդ կտորի մեջ որոշ հարցերում ստիպել ենք, որպեսզի օգտվեն։ Ինքն մեկը մարդիկ ոչ թե դիմադրում են, նույնիսկ սովոր չէ։ Ամեն ինչի արդյունքում վերցրել AI-ը։ Դեռ չի վերցրել, կարծում եմ չի էլ վերցնելու։ Ձեր մասով։ Հա, եկեք հենց կոնկրետ հաշվապահների մասին ասեմ։ Ես թիմի հետ էլ խոսել եմ։ Արամ, ես կներես էլի, բայց ոչ մի անգամ այս վերջերս ու ոչ պատահական մարդկանց սփիչերից լսել եմ, որ հաշվապահությունը վերանալու է շուտով, նույնիսկ Մանթաշյանի ծնունդի օրը հունվարին Արսեն Թորոսյանն էր կոնկրետ հենց այդ օրինակը բերեց, որ սոցիալական հարցերի նախարար, որ օրինակ sense բան արեց, հաշվապահությունը 2 տարուց չի լինելու։ Էս ինչ ֆենոմեն է։ Չէ, ես մի քիչ համաձայն չեմ, նորմալ է, հա, զարգացում է, AI-ն էլ զարգացման ինչ-որ փուլ է։ AI ինչի է բերելու, որ այն արժեքը, որ ունեն այսօր միջին օղակի հաշվապահները, ովքեր ենթադրենք հաշիվներ են մուտքանում, փոխանցում են անում, նմանատիպ կրկնվող աշխատանքներ են կատարում, դա չի լինելու բնականաբար։ Այսինքն իրանք ոչ թե պետք է level up լինեն։ Իհարկե,
Ես թիմի հետ էլ եմ խոսել, ասել եմ Ժորժ ջան, էս ինչ որ էս արժեքով այսօր անում եք, դա չի լինելու, որտեվ այդ արժեքը չի ունենալու, շատ իջնելու է դրա Բայց արժեքը։ այս sense մի հատ հարց տամ Արամ ջան, կա ունենք չափ, չէ, ասենք ունենք մարդկանց քանակ, որոնք որ զբաղվածություն ունեն այդ ոլորտում։ Ենթադրենք ձեր կազմակերպություն 100 հոգի, այդ 100-ից 20%-ը վերին օղակի senior level-ի մասնագետներ են, հա, ինչ որ տոկոս անում են կրկնվող աշխատանք, հիմա որ բոլորին կոչ ենք անում level up լինելու այդ վերևի շերտում ունենք այդքան տեղ, թե ամեն դեպքում պետք է մարդ ուրիշ գործ գտնի իրան։ Կարող է ինքը level up լինի, պատրաստ լինի, բայց այդքան տեղ չլինի։ Կարծում եմ տեղերը կլինի, որտեվ նաև այս արագացումները բերելու են նոր բիզնեսների ստեղծման։ Ես տենց եմ պատկերացնում ու այդ նոր բիզնեսներին մեկը սպասարկում պետք լինելու է։ Եթե ես ասեմ միջին օղակը 100%-ով level up-ա լինելու գալու են վերև։ Չէ, 100%-ով չէ, դա տենց չի լինելու։ Եթե լինե մարդը այդ կոմֆորտ զոնայից դուրս չի գա, միանշանակ դուրս չի գալու, կամ եթե ինքը աճելու լիներ, ձգտում ունենար, վաղուց դա արած կլիներ։ Մի մասը բնականաբար ստիպված նույնիսկ սովորի կգա կբարձրանա մի դիրք վերև, մնացածն էլ չգիտեմ, մեկ այլ բանով կզբաղվի։ Ենթադրենք գյուղատնտեսության մեջ ինչ-որ գործեր կկատարի։ Հիմա ես մեր բանով օրինակը բերեմ, մեր պրոդուկտների վրա, տես ծրագրավորողներ, ու մենք ունենք նաև Գյումրիում դասընթացներ, գրաֆիկ դիզայն եւ այլն։ Հիմա բոլոր դասընթացներում արդեն վաղուց ունենք AI-ի կտոր ինտեգրված, բայց մենք չենք հանել այն ֆունդամենտը, որը որ մենք sense tennis տալիս էինք, որովհետեւ եթե մենք խոսում ենք AI-ով ծրագրավորման մասին կամ AI-ով դիզայնի մասին, լավագույն մասնագետները ու ընկերությունները նրանք են, ովքեր որ հիմք ունեն, գիտեն ինչա, ոնց է կամ բայց օգտագործում են AI-ը boost անելու համար իրենց աշխատանք։ Այսինքն մի սենյորը AI-ի հետ դառնում է մի սենյոր 2 middle team, բայց չի նշանակում, որ junior-ը AI-ով դառավ senior։ Հետո այդ AI-ի գրածը պետքա review անել, նույնը դիզայնի մեջ է, բայց այս վերջերս մեր շատ հետաքրքիր գրառում կարդացի, չեմ հիշում ով էր գրել մեր ընկերներից, որ եթե ձեզ առաջարկում են ստեղծել product մի ընկերություն, ով որ ծրագրավորման ընկերություն, ով որ AI-ից առաջ չի եղել, բարդ է իրան վստահելը, իսկ եթե դիմացը ընկերություն է, ով որ եղել է շատ վաղուց ու ստեղծում էր product-ներ, երբ որ չկային AI-ը, հիմա ստեղծում է AI-ի հետ մեկտեղ, այ դա արդեն այլ level է։ Հիմա վերադառնանք մասնագետներին, այն մասնագետները, ովքեր որ ունեն այդ հիմքը, ունեն գիտելիքը օրենքների եւ այլնի, չէ, ամեն ինչի մասին օգտագործում են AI-ը արագացնելու, այդ ուրիշ բան, բայց այն մասնագետ կարա լինի հաշվապա, որը որ հաշվապա չի, բայց մենակ AI-ով դառավ հաշվապա, տենց լինում է, կամ կարա լինի տենց ապագայում։ Ապագայում կարա ինքը AI-ը օգտագործի, բայց ամեն դեպքում իր գիտելիքները պետքա զարգացնի։ Կարող է իր ուսման ձևաչափը մի փոքր փոխվի կամ մի քիչ շատ փոխվի։ Գիտես ինչ եմ կներես այս հարցը տալիս, որովհետև շատ եմ ես վերջերս լսել, հա ինչ պետք է այս սովորել, ինչ պետք է այն սովորել, հեսա AI եկավ, հեսա սախ կանի, հեսա սախ կքանդի, հեսա սախ կտանի, նույնիսկ լսել եմ ծրագրավորման մեջ, որ ինչ պետք չի սովորել մեկ AI-ով է, այդ մասն եմ ուզում հասկանամ ծրագրավորման ոլորտից դուրս ու տարբեր մարդկանց տարբեր մեր հյուրերի հետ այս հարցը քննարկում եմ էլի Արամ ջան ձեր մասով ոնց այսինքն այդ ֆունդամենտը եթե չլինի կարա տենց լինի թե իմ կարծիքով AI-ը օգտագործելով այդ ֆունդամենտը դա հետաքրքիր բան եմ ասում ավելի ուժեղ է լինելու մի քիչ sense մանրամասն եմ օրինակ հա կամ լավ հաշվետար հաշվապա այդ ներքևի մակարդակում եթե նայենք ինչ են անում հաշիվ են գրում չգիտեմ հաշիվ են մուտքում ինչ որ նմանատիպ աշխատանքները կարող է ինքը սովորի 2 ամսում լրիվ կսովորի որ դա հետագայում չսովորի իր կյանքից եսի միջ չի գնալու կամ որ մի փոքր ժամանակ տրամադրի կտեսնի ենթադրենք դա AI-ն անում ոնց է կատարում իսկ այն մնացած հարցերը
Ենթադրենք թեկուզ օրինի միջոցով։ Հենց այսօրվա բուն ընթացքը օրինին հարց է տալիս, ուզի չուզի այդ պատասխանը կարդում է ինքը։ Այդ պատասխանը կարդած գիտելիք է ձեռք բերում։ Դրա վրա վերլուծություն անում, այսինքն աճում է։ Նույնը այլ ծրագրային առումով։ Մեկը այդ AI-ի միջոցով կատարված աշխատանքները, եթե ինքը իր աշկով նայում է խորանում է թեմայի մեջ, ինձ թվում է զարգանալու է։ Իսկ մտքեր կա արամ օրինին զուգահեռ կամ օրինի մեջ feature ունենալ, կցել ինչ որ կամ product զուգահեռ, որը որ փոքր բիզնեսմենին կօգնի հաշվապահ չունենալ։ Այսինքն խորհրդատվությունը ստանալ օրինից ու ինչ որ այլ գործիքի միջոցով սեփական հաշվապահությունը վարել։ Այսինքն եթե ինքը դուրս է գրում ընդամենը մի քանի հաշիվ ամսեկան, ունի մի քանի աշխատող կամ մենակ ինքն է, գրանցել, այդ հաշիվները դուրս գրել, երամսյակ փակել ու սենց բաներ կարողանա ինքնուրույն անի։ Թե շատ միամիտ հարց եմ տալիս, շատ հեռու մարդ եմ։ Չէ, ընդհանրապես միամիտ հարց չի։ Դա եթե կատարենք էլ մի քիչ չեմ ուզենա մանրամասնել, բայց հա, շատ հնարավոր է ինքը ավելի շատ մեր լոյալի կտորներից մեկը կլինի։ Հա, մեր մոտեցումը այնա, որ մենք դիրքավորումը հենց է շուկայում, որ միջինից մի քիչ թանկ ծառայություններ ենք մատուցում ու հիմա արդեն շուկայում որպես ֆինանսական խորհրդատու ենք հանդես գալու, այդ կտորը մի քիչ այլ ձևաչափով ապագայում լինելու է, սենց ասեմ, ռազմավարության մեջ կա, չէ, ռազմավարության մեջ կա մշակած, դա լինելու է ու ռիսկը տարբեր է։ Դրա ամենամեծ ռիսկը այն է, որ կարա պետեկամուտների կոմիտեն դա անի, որտեվ իրանք էլ իրոք շատ զարգանում են, հիմա էլ AI ինտեգրացիաներ են անում։ Երկրորդ օրը չեմ մասնակցել, գործեր ունեի շուտ Երևան։ Պետեկամուտների նախագահն էր եկել հյուր ու ոնց որ ահագին հույսներ շնչեց, որ տեխնոլոգիաները մտնում են այդ կառույց։ Հա, միանշանակ մտածեն առանց մտնելու, իրոք մտածեն իրանց մոտ շատ լավ առաջ են գնում ու շատ հնարավոր է, որ փոքր բիզնեսներին նույնիսկ մասնավոր սեկտորից կարիք չլինի ինչ-որ բան ավտոմատացնելու, այլ իրանց հաշվապահություն, այսպես ասած, վարեն, հարկերը վճարեն։ Ասում ես հարցերը, որովհետև ես անձնական շփումներում էլ շատ եմ տեսնում, որ այդ փոքր բիզնեսը դրա կարիքը ունի ու երբ որ ինքը շատ փոքր է, այդ հավելյալ խոչընդոտ է, գիտես, ասենք ոնց բացեմ ածը կամ սենց մանր թեկուզ հարցեր չգիտեն մարդիկ։ Մարդիկ ուղղակի տեղյակ չեն, հաշվապահ պետք է վարձեմ, դրա մտածում են այդ ծառայություններ պետքա վճարեմ, այդ էլ են ավելացնում իրանց ամսեկան բաների մեջ։ Ես շատ փոքր բիզնեսի մասն եմ խոսում, որը բեռ է իրանց համար էլ, իսկ եթե լինեն գործիքներ, որով այդ մարդը կարողանա հեշտ ինքնուրույն այդ հարցերը լուծել, միգուցե սկսի չխուսափել ձեռնարկատիրությամբ զբաղվելու։ Հա, եթե կարճ պատասխանեմ, դա լինելու է ու շատ շուտ։ Էական չի, պետական սեկտորից կկազմակերպեն այդ ամենը, թե մասնավոր հատվածից մեկը շուտ լինելու է դա։ Նույնիսկ ես ուրախ կլինեմ, երբ որ պետք է դա ամեն ինչը կազմակերպի, հա, որտեվ իրանց ամեն դեպքում տվյալների բազան մեծ է ու հնարավորություններն էլ ինձ թվում է ներում է, որ շատ արագ կազմակերպեն։ Իսկ տվյալների բազայի հետ կապված մի հատ հարց առաջացավ սպոնտան մոտս։ Կա պլաններում օրինի տվյալների բազան օգտագործելով ինչ որ այլ product-ում կամ հետաքրքիր ինչ որ օգտակար անալիտիկա տրամադրել։ Չէ, ոնց որ մենք մեր product-ը տրված ուղղությամբ տանենք։ Հա, այդ հարցերի վրա չենք սովորացնում, չենք էլ ուզում այդ ուղղությամբ տանենք։ Ապագայում շատ բաներ կա մտածած, որ անելու ենք։ Դե ապագայից արի խոսանք, որպեսզի ամփոփենք մեր զրույցը, սենց հարցս ձևակերպեմ, ահագին մտածում էի կարճ ոնց ձևակերպեմ։
որ 3 տարի հետո հանդիպենք, այսինքն հաջորդը չէ, էլի մենք էլի շուշուտ կհանդիպենք, բայց 3 տարի հետո որ օրինից խոսանք, ինչ կուզես ասես։ Ну, կուզենամ ժպիտով հետ նայեմ 3 տարի առաջուրեր ու 3 տարի հետո ուրա հասել օրինը։ Ես պատկերացնում եմ իրեն միջազգային ընկերություն, որ տարբեր երկրներում։ Այդ թեմայով մենք մի անգամ անձնական զրույց ունեցել ենք, հիշում ես, որ ասում էի այլ երկրներում, եթե ստեղ ամեն ինչ sense մոդելը լավ սովորի ու այդ մի հատ ավել process դնել լեզվի հետ կապված գնա ուրիշ մարքետներում էլ սովորի ու շատ բարդ պիտի ոչ չլինի այլ մարքետներ դուրս գալը տեխնիկական առումով։ Դե սենց ասեմ Վրաստան մի քանի անգամ գնացել եկել եմ նախնական պայմանավորվածություններ կա, ուղղակի սպասում ենք այս մեր թարմացումները անենք, մի քայլ եւս բարձրացնենք վերև մեր պրոդուկտը նոր գնանք այնտեղ ու գումարած դրան շատ ավելի արդեն B2B սեկտորի համար էլ դա ունենք երկու հարց, չէ, արամ այլ մարքետների հետ կապված լեզու ու օրենքների բազա, որպեսզի այդ օրենքները սովորի մեր AI-ը ու լեզվով կարողանա հաղորդակցվի։ Լուծելի հարցեր են, այսինքն այն փորձը, որ մենք այս 2 տարիների ընթացքում ձեռք ենք բերել, թույլատալիս։ հա, շատ հեշտ կլուծենք այդ հարցերը։ Ամեն երկրում ինչ-որ մեզ ուղղակի մի հոգի խորհրդատու է պետք լինելու, մնացածը կկազմակերպենք։ B2B սեկտորի համար լուրջ բաներ ունենք մտածած, ու պատկերացնում եմ դա Հայաստանից դուրս ենք ակտիվ աշխատացնելու։ Թույն կռիսական հարց էլ տամ, բա application երբ եք սարքում։ Մի հատ լավ ընկեր ունեմ, ամեն դեպքում հենց սարքելու լինեմ, email-ի եմ իրեն, Գեղամ ջան, իսկ application-ի սեփականատերը դու ես լինելու։ Քայլերի հաջորդականությունը դրած է գլոբալ Չէ, գիտես, sense գլոբալ հարցը տամ, app-ի ու web-ի մասով կա պահանջ հաճախորդի կողմից։ Դեռ չկա, բայց այն ինչ որ ես պատկերացնում եմ վերջնարդյունքում ստանալու ենք, նույնիսկ պարտադիր է լինելու է ունենալը։ Որտեվ այս հարցը շատ եմ տալիս product ունեցող մարդկանց, web-ի, app-ի կարիքների մասին, որովհետև հա, մարդիկ հիմա սովորեն, դե տես, եթե խոսենք B2B-ի մասին, ավելի քիչ կլինի, եթե այդ սեգմենտի վրա ենք խորանում, իսկ եթե այդ մասսայական օգտագործման վրա պրոյեկտ ենք, այդ ժամանակ կսկսի ինձ թվում ավելի շատ, թե սխալ եմ մտածում։ Սովորական մահկանացուները app-ից ավելի շատ կօգտվեն։ Դե որտեվ B2B-ում մարդիկ նստած են կոմպի դեմը, չէ, օֆիսում ամեն դեպքում ու հեշտ է օգտվել ավելի։ Արդեն ոչ միշտ։ Քան հեռախոսով։ Ու շատ դեպքերում արդեն մարդիկ, չգիտեմ, ավտոմեքենայի մեջից են ինչ-որ միտինգների մասնակցում կամ աշխատանքները կազմակերպում կամ տարբեր վայրերից, շատ հավանական է, որ B2B սեկտորի համար էլ այդ application-ը պետք կլինի։ Չես ուզում սարքես իրան, այդքան խորացել ես հայերենի մեջ, հիմա էլ ասում ես voice text to speech, speech to text տեխնոլոգիաներ եք հաստատ կիրառելու, չես մտածում այնպես անես, որ ստեղծես նայած իրան զուգահեռ product, որը որ միտինգների ժամանակ կպնի, նոթեր կվերցնի ու եթե ձեր ոլորտին է բանանում, այդ ընթացքում նաև որոշակի գործողությունների կկարողանա միտինգի անդամը իրան դրթի, գնա վերցնի պատասխանը գա արագ տա, որ չասի միտինգից հետո կնայեմ կասեմ օրինակ։ Այ Գեղամ ջան, այդ B2B սեկտորի համար, որ ասում եմ շատ բաներ ենք մտածել ապագայում, որ պետք է իրագործենք։ Չէ, սովորաբար ես խոսում եմ այն բաների մասին, որ արդեն իրականում պատրաստ է, ասում եմ, հեսա լինելու է։ Բաներ կա, որ նախագծման փուլում է, բաներ կա դեռ փորձարկման փուլում է, ես ոնց որ լոկոմոտիվ որպես ոլորտի, որտեվ դու ասացիր, որ առաջի հայալեզու հայկական AI product-ն է, ու քանի որ դու դրա մեջ արդեն ունես փորձ, կարա որպես լոկոմոտիվ հանդիսանաս ու հայալեզուի վրա շարունակես իրան զարգացնել, որտեվ սաղիս է այդ պետք։
բոլորս է միտինգների մասնակցում ենք ու որ ունենայինք note taker հայա լեզու թույն կներ։ Մտածեմ անպայման։ Սարքի։ Մերսի շատ, Արամ Ես ջան։ եմ շնորհակալ Գեորգ։ Ուսամ հետաքրքիր զրույցեր։ Իսկ ձեզ ելի ընկերներ, շնորհակալություն, որ դիտեցիք podcast-ի հերթական թողարկումը։ Եթե այս թողարկումները ձեզ համար հետաքրքիր են եւ արդյունավետ, ապա կխնդրեմ կիսվել, լայքել եւ գրել մեկնաբանություններում, թե ինչ թեմաներից կուզենք խոսել հաջորդիվ։